Օրինակ Ղարաբաղի շրջափակմանը եւ ներքին ճանապարհների փակմանը, որ շրջափակման ձև է դարձյալ, մասնակցել է զանգվածաբար։ Այդ զանգվածաբար մասնակցել են շրջափակմանը։ Հակամարտության այդ տարիների կերպարի մեջ ադրբեջանական կողմի համար առանձնանում է ամբողջ կատեգորիա, ամբողջներ, կառավարվող ամբողջներ ամեն ինչ անում։ Այսինքն ամբողջային մասնակցությանը կոտորածներին, թե Սումգայիթում, թե Բաքվում, թե շրջափակման ընթացքում, երբ նրանց երեխաները, կանայք եւ ծերունիները նստում են ռասաների վրա եւ թուղիների վրա եւ փակում Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհները։ Քարոշչան մեքենան այլ բան է, մեր պետական քարոշչան մեքենան 91-ից մինչև օրս ես տարբեր բաներ, էտապներ չեմ առանձնացնում։ Նոր կարծես եւ հատկապես Խոջալույի կապակցությամբ կարծես մենք մեր պետական կառույցները զգում են, թե ինչ նշանակություն ունի դա։ Փաստ է Արցախի ինքնորոշումը։ Սա փաստ է, բայց այս փաստը ամեն մեկից առաջ նոր խնդիրներ է դնում, նոր անելիք, իմ առաջ է դնում նոր անելիք, որտեղ այս փաստի ճանաչումը, այս փաստի հարգումը պիտի իմ վարքը փոխի, պիտի ինձ մղի գործողությունների հետ, շատ կարևոր է։ Ընդ որում պիտի փոխի նաև Արցախցուն։ Արցախը արդեն պետք է աշխարհում որպես ինքնորոշված, երկրի պետություն, քաղաքացի հանդես գա։ Հայաստանը արդեն Արցախի հետ Ադրբեջանը քարոշչական մեքենա է ստեղծել Գեղձիկը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար, հետևողականորեն տարածելու համար։ Մենք արել ենք շատ գործեր այդ բնակավարում, բայց դա թողել ենք մեր լայն քարոշչության նյութ չի դարձել, տեղեկատվական ճակատում չի դուրս բերվել առաջին պլան, այն թափը չենք հաղորդել դրան։ Մենք Խոջալույի համար դատի տանք Ադրբեջանի։ Այդ դա կլինի հնչյունություն։ Ակցիա է պետք։ Մի րոպե ես ասեմ։ Հիմա կան բազմաթիվ փաստեր եւ առաջին հերթին այն փաստը, որ այդ մարդկանց խաղաղ բնակիչների կոտորածը տեղի ունեցել ժողովրդական ճակատի կողմից, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում, այն որ ադրբեջանցի լրագրողը երբ հայտնաբերել է ճշմարտությունը եւ կապվել է Մութալիբովի հետ, երկրի պրեզիդենտի հետ, եւ ասել է ճշմարտությունը, որին ի պատասխան Մութալիբովն ասել է լրիվ բան միասին, որտեղ կոկյանքին վտանգ է սպառնում, եւ դրանից հետո Չինգիզ լրագրող Չինգիզը սպանվել է Մուստաֆա։ Ճիշտ խոսքը ինքը զենք է։ Հիմա այդ ճիշտ խոսքը այստեղ պիտի ասենք, թե չպիտի ասենք։ Ես ասում եմ պիտի ասենք։ Հիմա ներկայիս գործողությունները ձեզ բավարարում են։ Ոչ, որոշակի աշխատություն կա, այո, ենթադրենք նախագահի կից ստեղծված է պարոն Սաղաթելյանի գլխավորության մի խումբ, որը այնտեղ ֆիլմեր է նկարահանել Սումգայիթի մասին, Խոջալույի մասին։ Խոջալույի դառնով առաջխաղացում եք նկատում։ Դուք ամեն օր ասում եք, այս պետությունը ճանաչեց, այն պետությունը ճանաչեց, հետո ասում եք։ Ես ասում եմ, մի քիչ ենք անում, բայց փաստերով դուք ախր նրանք սկսել են 91-ին արդյունքներով չեն չափում։ Կարելի է մտածել, այն կերներ, մեր ասում եմ շեղել ուշադրություն, բերել այսօր բոլորի, բերել այսօր ապրող մարդուն, այսօր ծնված երեխային, իրա խնդիրները, բերել ապրող Արցախ հետ ամեն։ Մենք դրանցով զբաղվենք։ Մենք հասարակությունը, մենք պիտի, որ իրանք են տեսնեն, այստեղ ապրում է ժողովուրդ, ծնվում է հեռանկարն, այս հողը չի լքելու։ Եթե ճշմարտությունը Խոջալույի դեպքերի ժամանակ դառնա հանրության սեփականությունը, մեծագույն հարված է ամբողջ ադրբեջանական ժողովրդին։ Բոլոր, որտեղ պարզում է, որ իշխանությունները ինչի կարող են գնալ իրենց իշխանական կռիվների համար։ Հոգեբանական, բարոյական, վիթխարի հարված է դա։ Դա մի կողմից վախեցնում է ադրբեջանական իշխանությունը եւ մյուս կողմից ստիպում է, որ նրանք այս ագրեսիվ ակտիվությունը ցուցաբերեն։ Սա է խնդիրը։ Իհարկե, բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ ճակատում զոհվածների կամ այդ դիպուկահարների զոհ դարձած ադրբեջանցի զինվորների մեծ մասը թուրք չի ծագում։ Դա թալիշ է, դա լեզգի է, դա քուրդ է, բերում են առաջինից կզոհվի։ Նույնը եղել է այն ժամանակ։ Մեզ խեցի թուրքերին բերել են դրել
էպիկենտրոնում։ Բերել եմ դրել այնտեղ, որտեղ գրոհ է սպասվում։